Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես այսօր արդեն տրվեց մեկնարկ քարոզարշավի։ Մենք մի քանի թեմա ենք առանձնացրել, գագաթնաժողովը ինչ տվեց, ինչ վերցրեց մեզանից, հատկապես Հայաստանի Հանրապետությունից եւ հայ ժողովրդից։ Եվ մեր հարևան երկրում ինչ է տեղի ունենում եւ ինչ զարգացումներ կլինեն, բայց անշուշտ մեզ առաջին հերթին հետաքրքրում են հայաստանյան իրադարձությունները, բոլորիս ուշադրությունը կենտրոնացված է հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները։ Պարոն Հարությունյանի հետ այսպես զրուցում էինք, վերնագրում էինք այս զրույցը, շատ տիպուկ ճիշտ խոսք ասած, որ մենք այս ընտրություններից է կախված, թե մենք կլինենք թե չենք լինի եւ շատ կարեւոր է բոլորիս մասնակցությունը։ Առասարակ նրանք, ովքեր որ անտարբեր են, չեն մասնակցում, նպաստելու են միայն որ այս թրքահապատակ իշխանությունները շարունակեն մնալ իշխանության, եթե լինի պետություն եւ երկիր եւ իշխանություն, եթե չմոռանանք, որտեւ այդպես թող ինքնավստահ չլինեն, էլի որ իրենք լինելու են իշխանություն լինում են դեպքում, երբ որ կա երկիր եւ պետություն, բայց այսպիսի զարգացման ոչ մի բան չի լինելու։ Եվ այսպես, ինչպես է գնահատում, մեկնարկը տրված է, հայտնի են, որ ուժերն են մասնակցում, արդեն ընդդիմադիր տիրույթում էլ հայտնի է, թե ովքեր են առաջատարները, նոր առաջնորդ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողքը առաջ եկել է Սամվել Կարապետյանն է, երեք իր խոսքը լսեցիք, ինչպես է գնահատում, ինչ առաջարկներ ունեք, խնդրեմ, եւ ձեր տպավորություններից։ Նախ կուզենայի մինչ ձեր մնացած հարցերին, որտեղ մի քանի հարցադրներ արեցիք, մնացած հարցերին արձանագրել, անդրադառնալը կուզենայի արձանագրել հետեւյալը. Ինչու մենք պետք է առաջիկա ընտրությունները ազգային ժողովի դիտենք կամ ընկալենք որպես ճակատագրական, առանց չափազանցության ասում։ Ինչով է դա պայմանավորված։ Ես փորձեմ ներկայացնել այն սպառնալիքները, որոնք ձևավորվել են գործող իշխանությունների ընթացքում, գործողությունների կամ անգործության արդյունքում, եւ որոնք ըստ էության ռեալ են կործանարար իրենց հետևանքներով կամ այդ կոնտեքստում։ Ես ի նկատի ունեմ Եթե ուրիշ ոչ մի բան չասեմ, տեսեք, ես չեմ ուզում անդրադառնամ ժողովրդավարության ինստիտուցիոնալ ձախողումներին խայտառակ դրության Հայաստանում։ Իրավունքի վերաբերյալ իրավունքի գերակայության մասին խոսում են, բայց դրա մասին նույնիսկ պետք է մոռանալ։ Ես դրանք թողնում եմ մի կողմ։ Այսինքն դրանք ներքին խնդիրներ են, որ միշտ էլ կարելի է ասենք թե հանրային կյանքի կազմակերպման ինստիտուցիոնալ նախադրյալները ձևավորելիս անդրադառնալ այդ հարցերին։ Բայց հիմա կա ուրիշ ավելի շատ կարևոր մեր ապագայի պետության, տարածքային ամբողջականության սահմանների անձեռնմխելիության հետ կապված շատ վտանգավոր մարտահրավերներ, եթե ոչ սպառնալիքներ։ Ես ի նկատի ունեմ այն հանգամանքը, որ այսօրվա իշխանությունների բազմաթիվ անգամ կրկնել եմ եւ չեմ հոգնի կրկնելուց։ Այսօրվա իշխանությունների, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ մեր զորքերը ի հեճուկս այն արձանագրման, որ կար երակողմ հայտարարության մեջ, մեր զորքերը Ղուբատլիի շրջանից մոտավորապես 15-20 կիլոմետր հետ քաշվեցին։ Եվ դրա նպատակը, ինչպես հիշում եք, ներկայացվեց այսպես այդ կերպ մենք փորձում ենք Սյունիքը զերծ պահել հնարավոր ռազմական սպառնալիքներից։ Այդ որոշումը իրականացնելուց հետո հաշված շաբաթներ Գորիս-Ղապան ճանապարհի կարևորագույն ռազմավարական նշանակության ճանապարհի 21 կիլոմետր Վաղարշակ Հարությունյանի նաև այո, Վաղարշակ Թեթև ձեռքով Նիկոլի հրամանով հայտնվեց թշնամու դա պաշտպանության նախարարի որոշումն էր, հրամանն էր, ոչ թե որոշումը, որը պայմանավորված էր ինքը նաև բաց տեքստով ասեց, որ դա ես արել եմ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ Ըստ էության խոսքը գնում էր եւ հանրության ներկայացվեց Փաշինյանի կողմից, որ այդ կերպ մենք փորձում ենք զերծ պահել Սյունիքը հնարավոր ռազմական սպառնալիքներից։ Հիմա ես հարց եմ տալիս, այդ քայլից հետո հաշված շաբաթներ հետո Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը հայտնվեց Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ։ Ավելին, դա սկիզբն էր դեռևս 21-22 թվականի ընթացքում Սոտք խոզնավար այդ ամբողջ հատվածի բոլոր առանց բացառության, բոլոր ռազմավարական բարձունքները հայտնվեցին Ադրբեջանի
ռազմական ուժերի վերահսկողության տակ։ Հիմա հարց. դա սպառնալիք է թե ոչ։ Դե իհարկե սպառնալիք է։ Որպեսզի որևէ մեկ այլ կերպ չմեկնաբան, ես մի պատմական օրինակ եմ ուզում բերել, որտեվ հիմա շատ են դրա մասին խոսում, ես հիմա ես օրինակը բերեմ։ 1967 թվականին Իսրայելը սկսեց պատերազմ Լիբանանի եւ Հորդանանի դեմ, առաջի պատերազմը իրենց 7-օրյա, եւ դրա հիմքում ընկած էր հետեւյալը. Իսրայելը հայտարարեց, որ Լիբանանի եւ Հորդանանի իրենց սահմանի վրա կուտակված են զորքեր, եւ որոնք ինքը դիտում էր որպես իր սպառնալիք իր տարածքային ամբողջականության եւ պետականության սպառնալիք։ Ուստի դա հիմք հանցացավ իրենց համար սկսել պատերազմական գործողությունները։ Հիմա ես հարց եմ տալիս. ինչ տարբերություն։ Նույն վիճակն է հիմա։ Ընդ որում այդ վիճակը ձևավորվել է, կրկնում եմ, գործող իշխանությունների գործողությունների կամ անգործության արդյունքում։ Հիմա ես ասում եմ պարզ մի բան, երբ որ ինձ լսում եմ, ասում են, գիտեք ինչ կա, եթե ես չընտրվեմ, ապա պատերազմ է սկսելու, ինձ մոտ սկսում է ձևավորվել հարցեր։ Այսինքն դուրս է գալիս մեր խաղաղ իրավիճակը պայմանավորված է մեկ հանգամանքով։ Գիտեք, զարմանալիորեն հաճախ օգտագործում է հետևյալ բառակապակցությունը՝ խաղաղության ճարտարապետություն։ Ես գիտեք, ինժեներ մարդ եմ, երբ որ ինձ ասում են ճարտարապետություն, ես ուզում եմ մտածել, հավանաբար համակարգ կա։ Ու երբեմն ակամայից առաջանում է գայթակղություն հարցնել օրինակ արտաքին անվտանգության այդ ղեկավարին, հա, անունը կարող է սխալվում, ներող պետք է լինեք, կամ ասենք թե քաղաքացիական պայմանագրի կուսակցության պատգամավորներից մեկի, որ օգտագործում է անդիմությունը քայքայում է մեր խաղաղության ճարտարապետություն։ Ես ասեմ այդ ճարտարապետության առանցքային հենասյունային դերակատարավորն է, պարզում եմ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն մեկ անձով պայմանավորված համակարգը կարող է համարվել ճարտարապետություն։ Կամ արդյոք դեկեք հասկանանք, այսինքն դա նշանակում է քանի դեռ ես չլինեմ պատերազմ լինել, ուրեմն հետեւաբար հասկանում եք, չէ՞, սա արդեն խաղաղություն չէ։ Իդեպ եթե դուք ուշադրություն դարձրեցիք, կարծեմ այս եվրոպական այս հանդիպումների շրջանակներում, եթե չեմ սխալվում, կարծեմ արտգործնախարարն էր, հարց հնչեցվեց, կարծեմ, ինչու՞ օտարերկրյա լրատվամիջոցներից մեկի ներկայացի կողմից ասեց խաղաղությունը դա բառ է, բառացիորեն եմ ասում, դա բառ է, թե համակարգ։ Եվ նա ճիշտ էր ասում, խաղաղությունը համակարգ, ասելով չի լինում։ Խաղաղություն, գիտեք դա ինչ է նշանակում, ես որ ձեր լսարանն էլ հասկանա։ Երբ կարող է լինել խաղաղություն, երբ որ կողմերից որևէ մեկին ռազմական ճանապարհով սեփական նպատակներին հասնելը վտանգավոր է, ձեռնտու չէ։ Սա է խաղաղության բանաձևը։ Մարդիկ խաղաղության իրար հետ երկու հարևաններ իրար հետ խաղաղ են ապրում այնքան ժամանակ, քան դեռ հասկանում են, որ եթե մի սխալ քայլ կատարեն, դիմացինից, չէ, հարևանի կողմից կստանաս adekvat պատասխան եւ հələ պարշի, դու ավելի շատ կշահես, թե կկորցնես։ Խաղաղության չափանիշը սա է։ Ոչ թե իշխանության ղեկավարը խաղաղության սիմվոլ չի կարող լինել։ Խաղաղությունը համակարգ է նշանակում։ Ու միայն համակարգ։ Սա նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները միջպետական պետք է ձևավորվեն են այն հենքով, կրկնում եմ այն հենքով, որ որևէ կողմին, Հայաստանի թե Ադրբեջանին, սեփական միակողմանի օգուտներ կորզելու նպատակով ուժ կիրառելը նույնչափ վտանգավոր լինի ուժ կիրառողի համար։ Սա է խաղաղության ուրիշ բանաձև գոյություն չունի։ Իրանցի գյուղերը չտանք, շաբաթվա վերջ կարող է միջևեր պատերազմ։ Բայց այն մոտ հարց է առաջանում։ Բա Հայաստանի Հանրապետության իշխանության գործի անունն ի՞նչ է։ Ինչ է։ Հայ ժողովրդին մոլորեցնել խաղաղություն բառով։ Իդեպ ինչպես է իրենց հաջողում, պարոն Հարությունյան, քառագլուխ պատերազմի գլուխ գլխին նստած Նիկոլ Փաշինյանին 4 պատերազմ բերած ուժին դեռ հաջողում է խաղաղություն բառով մոլորեցնել հանրությանը, դեռ ավելին մի հատ պատերազմ բաննել տարածել այլոց վրա։ Կներեք, ես խիստ կասկածում եմ, որ դա իրենց հաջողվում է։ Չի հաջողվում։ Ես կարծում եմ, որ ոչ։ Կարծում եմ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը կտեսնենք ընտրություններին։ Դե իհարկե, բան չեմ ասելու։ Կարող է պատահի, գիտեք, ես ցանկալին փորձում եմ ներկայացնել որպես իրողություն։ Ես դա էլ չեմ բացառում։ Բայց որքան հասկանում եմ, որևէ բանական մարդ
տրամաբանելու ունակ մարդ, անձնավորություն։ Քիչ թե շատ կյանքում ինչ որ ուղի անցած։ Դա միայն տարածվում է ամբողջ Արցախահայության վրա, որ խորքային գիտակցել, հասկացել են, այս մարդը Նիկոլը աղետ էր, խաղաղություն բերեց, կործանեց։ Արդյոք հայաստանաբնակները, չգիտեմ, հասկացել են դա։ Ես կարծում եմ, այո։ Տեսեք, մի հատ օրինակ եմ ուզում բերել, կարող է եւ սխալվում եմ ես, տեսեք, կրկնում եմ, ես կարող է սխալվում եմ, բայց անցյալ օրը մի հատ վերլուծություն էի կարդում սոցիալական հարցումների վերաբերյալ։ Ընդ որում վերլուծության հեղինակը հայ չէր, հայաստանցի չէր։ Շատ հետաքրքիր միտք ասաց, գիտեք, Հայաստանի պարագայում սոցիալական հարցումների արդյունքները երբեմն որպես կանոն adekvat չեն այն իրական իրավիճակին, ինչու, որովհետև շատ-շատերը փորձում են քողարկել իրենց իրական նպատակը։ Ինչու, որովհետև կա վախի մթնոլորտ։ Մարդիկ իրականում վախում են։ Այդ եթե ես չլինեմ, պատերազմ կլինի, դրա մյուս արտացոլում էր իրականության մեջ վախի մթնոլորտի ձևավորումն է։ Իսկ որ պատասխան պիտի լինի Նիկոլ, եթե դու ես ուրեմն պատերազմ ես, դա արդեն վախը չեն արտահայտում։ Չէ, ոչ թե վախը, մարդիկ մտածում, հասկանում են, շատ լավ հասկանում են։ Ես որքան կարողանում եմ հասկանալ մեծամասնությունը, սկսել է գիտակցել, որ իրականում մեկ անձով խաղաղություն չի կարող երաշխավորվել, որտեղ վաղը չէ միսօրը, դա ըստ էության նշանակում է հուր հավիտյան ես պետք է լինեմ իշխանության։ Սա է նշանակում, այսինքն դուրս է գալիս, մենք իզորել ընտրություն ենք անցկացնում։ Մյուս կողմից էլ ասում են Նիկոլը պատերազմով վախեցնում է։ Այդպես ասելով ինքը անդադ պատերազմով վախեցնում է։ Այստեղ կա ճշմարտության էլեմենտ։ Վախը ինքը ցանկացած բանական մարդուն բնորոշ հատկություն է, զգացողություն է։ Շատ զարմանալի կլինի, որ մարդը վախի զգացողություն ընդհանրապես չունենա։ Բայց ամենացավը դա չի, որ վախի զգացողություն կա։ Վտանգավորն այն է, որ այդ զգացողությունը շատ լավ մանիպուլացնում է Ալիև-Փաշիև զույգը։ Ալիև-Փաշյան զույգը շատ լավ դա օգտագործում են։ Համատարած տպավորություն կողզելու։ Մի կողմից Ալիևն ասում է գալու եմ, բերելու եմ 300,000 հետևից 1 միլիոն ադրբեջանցի չի լինելու, մյուս կողմից էլ ասում է տեսեք Քիրվան ես եմ, ես պիտի մնամ որ խաղաղություն լինի։ Աշխատում է դա։ Ըստ էության դա չէ, Քիրվան ես եմ Ալիևի, հասկանում եք։ Ճիշտ է, ինձ ստորացնում է, բայց քիրվայություն կա, ես եմ։ Ես ուզում եմ այդուհանդերձ այստեղ հասկանալ ինչ որ պետք է մենք ասենք, ես ուզում եմ հատ վերադառնանք հետո։ Բայց մի հարց էլ էլի ձեր կարծիքը հետաքրքիր է, ինչու միջանկյալ հարց, որտեղ ավելի խորքային խոսենք մենք դրա մասին, դուք խոսեք դրա մասին։ Ինչու, տեսեք, բոլոր առումներով այս մարդը սա բանեցնում աշխատեցնում է։ Հա, էս է անում, այն է անում, Ալիևը սպառնում է, բայց Քիրվան ես եմ լավ է։ Ինչի է շարունակում Ալիևը։ Ասենք ինչի համար դու գիտես, որ եթե Նիկոլը գնաց ազգային ցանկացած մարդ որ գա, դա չի ստացվելու, այն ինչ որ դու ծրագրել ես։ Ալիև, հետեւաբար, ինչու է եվրոպացիների մոտ, հայ ժողովրդի մոտ սատկացնում, ճակերտավոր ստորացնում, նվաստացնում Նիկոլին անverջ Ալիևը, ինչու։ Լսեք, Ալիևի նպատակը ո՞րն է։ Ո՞րն է։ Ալիևի նպատակը ըստ էության, ես որքան կարողանում եմ նրանց հասկանալ, դա այս ստեղծված աշխարհակահական անորոշությունները օգտագործել եւ Հայաստան պետությունը որպես այդպեսին տարածաշրջանում որևէ դերակատարում վերացնել։ Սա նրանց համար մեկ նպատակ։ Ալիևին թվում է, թե իր աստեղային ժամն է։ Նրան թվում է, թե ինքը իրեն իր ժողովրդի պատմության մեջ ոսկե տարրով կգրվի, այն ինչ որ ոչ չկարողացավ անել, ասենք Աթաթուրքը կամ մնացածը, ես կհաջողվեմ։ Ըստ էության Ալիևի նպատակը դա է։ Հիմա հարց այդ նպատակին հասնելու մի քանի տարբերակ կան։ Տարբերակ համար 1 այդ նպատակին հասնել ռազմական միջամտությամբ անմիջապես ռազմական գործողություններով։ Սա տարբերակ է, իհարկե տարբերակ է, բայց դա լավագույն տարբերակը չէ։ Եթե կարելի է նույն նպատակին հասնել դիմացինի հետ համաձայնեցված։ Հասկանում եք, օրինակ, ինչու է Ալիևին պետք Նիկոլ Փաշինյանը, որտեվ այդ կերպ ինքը առանց ջղաձգումների առանց լուրջ վերցնելու է Հայաստանը, գրավելու է Հայաստանը։ Պետք է։ Հասկանում եք։ Հիմա ամեն կերպ կարող են մեկնաբանել, ամեն մեկ ինչ որ սեփական մեկնաբանությունը կարող է հрамցնել։ Մեկը կարող ասել, եթե մենք չտանք, ապա պատերազմ կլինի, իհարկե։ Այդ ամենը հասկանալի է։ Դուք կարող եք այդպես, բայց ինձ մոտ հարց է առաջանում, որպես երկրի քաղաքացի։ Բա իշխանության նպատակը գործի անունը ո՞րն է։ Գործի անունը ո՞րն է։ Նայեք, Անժելա,
Արցախը կորցնելուց հետո մենք այդ մասին շատ քիչ ենք խոսում։ Ընդհանրապես Արցախը չենք խոսում։ կորցնելուց հետո կներեք միտքս ավարտեմ։ Մեր ռազմավարական խորությունը էապես կրճատվեց։ Մոտավորապես 30 կիլոմետր։ Ուրեմն այդ 30 կիլոմետր խորության պայմաններում ապահովել կամ կազմակերպել արտաքին սպառնալիքին դիմագրավելու ինստիտուցիոնալ լուրջ նախադրյալներով համեմված անվտանգային համակարգ դա հեշտ գործ չի։ Հիմա ես մոտ անցյալ օրը լսում եմ, բա մենք Ֆրանսիայից գնեցինք սա, հեսա տեսնեք մայիսի 28-ին ինչպիսի զենքեր են ցույց տալու, ես հարց եմ տալիս։ Այդ ձեր բերածները այս նոր ռազմական աշխարհակահական պայմաններում, երբ որ մեր կրկնում եմ ռազմավարական խորությունը դարել ընդամենը 30 քանի կիլոմետր, այդ ձեր զենքը ինչ է կանելու։ Մինչդեռ ես օրինակ չեմ տեսել, չեմ լսել օրինակ ժամանակակից ռազմական գիտության լույսի ներքո 44-օրյա պատերազմի վերլուծություն։ Կրկնում եմ, ռազմական գիտության վերլուծության ներքո ժամանակակից ինչ ցույց տվեց 44-օրյա պատերազմը։ Ես մի օրինակ եմ ուզում բերել։ Տեսեք Իրանը ինչ է անում։ Շատ բան են ասում, չէ՞, Իրանի գլխին ինչ փորձանք ասած խաղացին, բայց մարդը այդ պետությունը վաղուց պատրաստվել էր այս հնարավոր զարգացումներին։ Եվ տեսեք, հիմա ես մի թեզ կզարգացնեմ, որ կարծում եմ ոչ ոք չի կարող ինձ հակառակում համոզել։ Իրանի համար Հորմուզի նեղուցը ինչպիսի աշխարհակահաղական, աշխարհատնտեսական, ռազմաքաղաքական գլոբալ նշանակության գործոն է, չէ՞։ Բոլորը շատ լավ հասկանում ենք։ Մեզ համար, հայերիս համար Սյունիքը նույնպիսի Հորմուզի նեղուց է։ Եվ այն չի կարող որևէ մեկին տրամադրվել, որևէ պարագայով եւ որևէ պայմաններում։ Սա է հարցը։ Հասկանում եք։ Չգիտակցես սա, նշանակում է ընդհանրապես չհասկանալ քո աշխարհակահաղական հնարավորություններն ու կարողությունները։ Բոլորը վերջերս ես հանդիպումների արդյունքում ես եվրոպական որ եկել է եվրոպացիները։ Ինչ էին ասում եվրոպացիները։ Քաղաքական համայնքի, այսինքն եվրոպական քաղաքական համայնքի նիստում, բացի այն շնորհակալական խոսքերը ներածական, ոչ մի բան Հայաստանի մասին չի եղել։ Նույն այն պանելային քննարկումը, որին մասնակցում էր Մակրոնը, Բրիտանիայի վարչապետը, Ֆոն դեր Լայենը, Իտալիայի վարչապետը, այդ նիստում խոսում են ընդհանուր մի բանի մասին։ Ինչպես պետք է փորձեն ապահովել Եվրոպայի անվտանգության ոլորտում ավտոնոմիան, ինքնուրույնությունը Ռուսաստանից հնարավոր սպառնալիքները դիմագրավելու առումով։ Իդեպ մենք սա էլ պետք է արձանագրենք, որ արդեն շատ ու շատ հայտնի վերլուծաբաններ, օրինակ Մյուրշայմերը, Չիկագոյի համալսարանի հայտնի ինքը եւ հատկապես Ջեֆրի Սաքսը եւ ոչ միայն իրանք բազմաթիվ փաստերով ապացուցել են, լսեք, Ռուսաստանը ձեր հետ կամ պատերազմելու կամ ձեզ վրա հարձակվելու որևէ հետաքրքրություն չի ունեցել։ Ճիշտ հակառակը, մենք ենք փորձել, այսինքն հավաքական արևմուտքն է փորձել ամեն ինչ անել, որպեսզի առաջացնի Ռուսաստանի համար գոյաբանական։ Դա միակ բանն է, որով կարողանում են իրեն ժողովուրդներին մոլորեցնել եւ անդադ ներքաշված մնան պատերազմի մեջ։ Բայց եկեք հասկանանք, այդ ամենը մեզ այդ հայերի հետ ինչ կապ ունի։ Ես սա եմ ուզում հասկանալ։ Այն որ ասում «Причем тут мы»։ Ինչ կապ ունի մեզ հետ։ Ֆրանսիա, դու ունես խնդիրներ Ռուսաստանի հետ։ Գերմանիա, դու ունես խնդիրներ Ռուսաստանի։ Եվրոմիություն, դուք ունեք խնդիրներ Ռուսաստանի։ Причем тут մենք։ Միակ բան է, ինչով որ Նիկոլը մնալու է իշխանության։ Տեսեք, դրա շարունակությունն հետևյալն էր։ Հաջորդ օրը Կոշտան, Եվրոմիության նախագահը, պրեզիդենտը, պաստորեն եւ Ֆոն դեր Լայենը մեկը մեկին այսպես պաստալով շատ բարձ ասացին։ Իրանց նպատակը Հայաստանի տարածքն է։ Այո։ Հայաստանի տարածքը օգտագործել Հայաստանի տարածքը այդ կերպ հեշտությամբ թափանցել տրանսկասպիան տարածքներ։ Այսինքն կենտրոնական Ասիայի ընդերքի, հարուստ ընդերքին հաղորդակցնելու համար Հայաստանի տարածքն է պետք։ Ընդ որում, տեսեք, խոսքը գնում է արևելք, արևմուտք, չէ՞, բեռնափոխադրումների կամ միջին-միջանցք են հիմա շատ հատող ասում, չէ՞։ Էրդողանը շատ հաճախ օգտագործում է Պեկին-Լոնդոն միջին-միջանցք թեզը,
Խոսքը գնում է այդ միջանցքը աներբա ընդ որում դիվերսիֆիկացված ձևով ձևավորելու մասին, որտեղ այդպիսի միջանցքի հնարավորություն կա։ Օրինակ ենթադրենք կենտրոնական Ասիայի երկրներից կարող են բեռնափոխադրումներ գան Կասպից ծով հասնել Բաքու, Բաքվից հետո Թբիլիսից Ղարս ու հետո գնա Եվրոպա, կամ Բաքու Թբիլիսի Անաքլիա սև ծովով դեպի Եվրոպա։ Այսինքն կա այդ հնարավորությունները։ Ավելին կա նաև հնարավորություն կենտրոնական Ասիայի երկրներ, Թուրքմենստանով Իրան, Իրանով Թուրքիա եւ նորից Եվրոպա։ Դա էլ կա, բայց խոսքը գնում է նաև Հայաստանի հնարավորություն օգտագործելու մասին։ Հիմա հարց, շատ էական հարց, ըստիս արդյոք Հայաստանի շահերից է բխում մնալ կամ հայտնվել այդ միջին միջանցքի վրասում, այո, մեր աշխարհագրական դիրքը աշխարհաքաղաքական պոտենցիալի վերածելու լավագույն հնարավորություններից մեկն է դա։ Ինչու, գիտեք, որովհետև այդ կերպ, Անժելա, եթե մենք պատկերացնենք հայտնվում ենք այդ միջին միջանցքի վրա, մեր անվտանգությունը այդ մեգա-ծրագրերի հեղինակների համար, գլոբալ խաղացողների համար դառնում է կարևորագույն գործոն։ Իրենց իսկ շահերից բխելով նրանք շահագրգռված են դառնում մեր անվտանգությամբ։ Հիմա հարց. Արդյոք բանը Փաշինյանը այս հանդիպներացքում ելույթներով ասում է, գիտեք, պարզվեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է եւ Հայաստանով անցնող այդ ճանապարհը կապուղին, տենց ասենք, բեռնափոխադրումների ամենակարճն է։ Այո, ինքը ճիշտ է ասում, բայց մեկ շատ կարևոր վերլուծությամբ, տարբերությամբ։ Ինքը նկատի Սյունիքը։ Ես ասում եմ Սյունիքով անցնող ճանապարհը Հայաստանին ոչինչ չի տալիս, ոչինչ, նույնիսկ աշխարհաքաղաքական պոտենցիալ չի առաջացնում, ճիշտ հակառակը, ես նորից ասում եմ Սյունիքը մեզ համար նույն Հորմուզն է, դրա մասն է ասում։ Այն չի կարող հայտնվել որևէ ուզում եք անունը դրեք տրիպ, ինչ ուզում եք անունը դրեք։ Այս փուլում գոնե, այս առաջիկա փուլում նա չի կարող հայտնել որևէ երրորդ պետության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ։ Տրիպի վերաբերյալ բոլոր բանաձևումները, հիշում եք, front office, back office, այսինքն այնպես էին ձևակերպները տրված տրիպի հետ կապված, որ ինչպես Ալիևն էր պահանջում, իր բեռնափոխադրողը Հայաստանի մաքսավորի հետ տետ-ա-տետ հանդիպում կամ շփում չունենա։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այդ տարածքը ըստ էության դուք զիջում եք, այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը ուղղակի անուղղակի, բայց դուք զիջում եք։ Ես կրկնում եմ։ Իդեպ ես մի օրինակ եմ ուզում բերել, կարող է երկարացնել թեման, բայց կասում եմ։ Չէ, այլ ասեք ու անցնենք ընտրություններին։ Տեսեք, ես ուզում եմ անցյալ օրը այդ հարցը հնչեց, դրա համար եմ ուզում ասել։ Ինչ է տալիս այդ մեղրու միջանցքով հաղորդակցությունը Հայաստանի Ադրբեջան, Հայաստան, Մեղրի հատվածով, Նախիջևան եւ Նախիջևանի շարուրից դեպի Իգդիր եւ Ղարս։ Ինչ է տալիս Հայաստանին։ Այդ հարցը գոյություն ունի։ Շատերն են այդ հարցը տալիս եւ փորձում են գործող իշխանությունները փորձում են մանիպուլյացնել դա։ Ես ընդհանրապես բերում եմ ձեզ կներկայացնեմ, ձեր լսարանին կներկայացնեմ թուրք վերլուծաբան Մելիք Կալյանի, դա հայ չի, ազգությամբ թուրք է, վերլուծությունները, որոնք արվել է անցյալ տարի դեռևս օգոստոսի, եթե իմիշոցին չդարձում, չի դավաճանում Forbes-ում։ Ինչ ասում ինքը։ Ինքը ըստ էության արձանագրելով, որ լոգիստիկան այլևս դա աշխարհաքաղաքականություն է, գեոպոլիտիկա է։ Միաժամանակ արձանագրելով, որ լոգիստիկ հնարավորությունները պետք է օգտագործվեն ի բարօրություն ժողովուրդների, այլ ոչ թե ժողովուրդների նկատմամբ ճնշում գործադրելու, ավելացնում է։ Ինչ կտա կողմերին այդ հաղորդակցությունը։ Թուրքիայի մոտ դա կբերի հնարավորություն Թուրքիայի արտահանման ծավալները 310%-ով կավելանան։ 160 միլիարդից դառնալու 500 միլիարդ։ Սա կրկնում եմ Մելիք Կալյանի խոսքերն են։ Իմը չեն։ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը տարեկան 2%-ով կավելանա։ Միջինասիական պետությունների տարեկան արտահանման ծավալները այս ճանապարհով կավելանան շուտ 100 միլիարդ դոլարով։ Շարունակությունն է հետաքրքիր։ Իսկ ինչ կարող է ստանալ Հայաստանը։ Սրո։ Հայաստանին Եվրոմիությունը կխոստանա ներդրումներ 2 միլիարդ այսինքն գետնի վրա 0։ Ոչ մի բան։ Հասկանում եք։ Եվ դա շատ էական է։
Եվ այս պայմաններում ենթադրել, որ Սյունիքով բեռնափոխադրումների երաշխավորումը դա բերում է Հայաստանին հավելյալ հնարավորություններ, այդ թվում նաև աշխարհաքաղաքական դերակատարման, դա բլեֆ է։ Միակ տարբերակը, Անժելա, եթե իրականում մտածում ենք, իսկ ես համոզված եմ, որ մենք այս արտաքին սպառնալիքներին դիմագրավելու ռեսուրս, որպես այդպեսին ունենք երկու ռեսուրս, մեկը մեր աշխարհագրական դիրքն է, որը աշխարհաքաղաքական պոտենցիալ դարձնելու համար, այսինքն դու պետք է հայտնվես այնպիսի մեգածրագրերի մեջ, որ քո մասնակցությունն այդ մեգածրագրում դառնա այդ մեգածրագրերի տնտեսական ծրագրերի հեղինակների գլոբալ խաղացողների համար կարևոր, եւ նրանք իրենց շահեցնելով պակաս շահագրգռված չլինեն քո անվտանգությամբ։ Շատ լավ։ Այդ տեսակետից միակ տարբերակը կներեք, դա Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի Ղարս, սա է միակ տարբերակը։ Ընդ որում սա իմ նկարագրած երթուղին 600 կիլոմետր է, ընդամենը, եւ իրոք ամենակարճը։ Այն ժամանակ, երբ որ Բաքու, Մեղրի, Նախիջևանով, Իգդիրով Ղարս, դա 290 կիլոմետր է, իսկ Բաքու-Թբիլիսի Ղարսը 890 կիլոմետր է, իսկ Բաքու-Թբիլիսի Ղարսը 826 կիլոմետր է։ Այսինքն իրականում ամենակարճը Հայաստանով է, բայց ոչ Մեղրիով։ Սա եմ ուզում ընդգծել։ Դե դա շրջանցում է, սա Եվ Հայաստանի հիմա, միջև։ երբ որ դուք դա շրջանցում եք, Հայաստանի ոչ թե աշխարհաքաղաքական պոտենցիալն եք բարձրացնում, այլ ընդհանրապես հարավային հատվածը Սյունիքը թողնում եք ազդեցիկ խաղացողների ուղղակի վերահսկողության տակ։ Դա սպառնալիք է։ Արդյոք մենք, սա էլ եմ ես շատ ուզում կարևոր եմ համարում, արդյոք մենք երբևէ պետք է մերժենք այդ ենթադրենք երթուղ Մեղրիով Ադրբեջանի Նախիջևանի միացնելու։ Ես ասում եմ ոչ։ Հաջորդ փուլում, եթե մենք ունենանք Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան նկարագրած երթուղին կդնենք գործարկման մեջ, ժամանակի ընթացքում մենք կսենք Ադրբեջանի հետ զգալ վստահության մթնոլորտ փոխադարձ փոխվստահելի փոխշահավետ առևտրական հարաբերություններ ձևավորելու կոնտեքստում, եւ դա կդառնա հիմք խաղաղություն անշրջելի դարձնելու առումով։ Մի 10 տարի հետո կարող ենք անդրադառնալ նրան։ Շատ լավ։ Հասկանում եք։ Այսինքն ես ավարտելով խոսքիս այս մասը, ուզում եմ մենք արձանագրենք հետեւյալը։ Եվրոպացիների այցելությունը Հայաստան, Հայաստանի հետ որևէ կապ չուներ։ Հայաստանի հետ որևէ աղերս չուներ։ Որևէ աղերս նորից եմ կրկնում։ Շոուն ստացվեց Մակրոնի։ Ստացվեց, լույսներ եկան, ես ես թե չէ։ Մակրոնի հետ կապված հատուկ եմ ուզում ասել։ Ըստիս իմ այս անկախության տարիների բոլոր փորձառություն, ամբողջ փորձառություն, այդ թվում նաև օտարերկրյա պետությունների հետ հաղորդակցվելու առումով, հա, ես գալիս եմ եզրակացության, որ Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է։ Ամենահակահայ նախագահն է։ Գիտեք ինչու։ Մակրոնի ժամանակ Մակրոնի ընդգծում եմ նոյեմբերի 26-ին 2020 թվականի Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց բանաձև, համաձայն որի նա պահանջում էր իշխանությունից ճանաչել Արցախի անվտանգությունը, գիտակցելով, որ ըստ էության 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի գլխին մի նոր սպառնալիք է կախվել, կործանարար սպառնալիք։ Մակրոնի իշխանությունը ներժեց դա։ Նրա արտգործնախարարը հայտնի հանդես եկավ հայտարարությամբ։ Հիմա հարց։ Ուրեմն դուք մերժում եք ձեր խորհրդարանի բանաձևը, բայց 2 տարի հետո հոկտեմբերի 6-ին 22 թվականի ձեր դառնում եք ձեր անմիջական միջամտությամբ հասնում եք նրան, որ Ադրբեջան, որ Արցախը դառնա դիտվի Ադրբեջանի մաս։ Տեսեք, ես թողնենք մի կողմ Նիկոլ Փաշինյանին կարել է միլիոն պրետենզիաներ ներկայացնել։ Մենք հիմա ձեզ հետ խոսում ենք, արդյոք կարող եմ ես որպես Հայաստանի քաղաքացի Մակրոնին դիտել իմ պետության կամ իմ ժողովրդի բարեկամ։ Ես ասում եմ ոչ։ Մակրոնի բոլոր քաղաքական նախաձեռնությունները թշնամական են, Ադրբեջանի շահերը, բացառապես պայմանավորված է հակառուսականությամբ։ Այո։ Ավելի կոնկրետ հակառուսը։ Ավելին ձեզ ասեմ։ Եվրոմիության համար այդ նույն ֆոն դեր Լայեն եւ այլն։ Դուք ձեր ժողովրդավար լինելը
ուղիղ համեմատական է ձեր հակառուս լինելով։ Հակառուս եք, ուրեմն ամենաժողովրդավարն եք։ Ճիշտ բան ասացիք։ Հասկանում եք։ Այո։ Հակառուս չեք, Այո, դուք այո։ ժողովրդավար Եվ այս չեք։ սրիկան էլ օգտագործում է դա ցանկացած ընդդիմադիր։ Եթե ինչ որ մի ընդդիմադիր խոսքի ասում կամ քննադատում է Նիկոլին, Նիկոլն ասում է հակառուս է։ Կակեբեի, դուք ընկալեք ան։ Ես կարծեմ դուք կհամաձայնեք, ես ինքը շատ քննադատական վերաբերմունք ունեմ Ռուսաստանի հայ-ռուսական հարաբերություններին, ընդ որում այդ թվում նաև Ռուսաստանի պոզիցիան։ Թողնենք դա մի կողմ, բայց ինձ համար հասկանալի չի։ Երբ որ մենք ունենք հնարավորություն պահպանել մեր ռազմավարական գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրան զուգահեռ զարգացնել մենք ունեցել ենք, չէ՞, 16 թվականին մենք հաստատել ենք Եվրոմիության հետ համապարփակ ընդգրկուն համագործակցության պայմանագիր ՍԵՊԱ։ Ինչու չշարունակել այդ գիծը։ Ինչու մեջքով շուռ գալ այն պետությանը, որը այդուհանդերձ ուզում եք թե չէ, հանցանում է քո անվտանգության երաշխավորը։ Ես անընդհատ այս հարցը ինքս ինձ եմ տալիս։ Անժելա, Թուրքիան երբևէ իր ռազմավարական նպատակներին հասնելու համար երբևէ չի խորշել այլ պետության տարածք ներխուժելու։ Այո։ Համաձայն եք թե չէ։ Սիրիան ձեզ օրինակ, Լիբիան ձեզ օրինակ, չէ։ Կիպրոսի մասին դեռ խոսք չկա։ Հարց, բայց ինչու Հայաստան չեն մտնում։ Որտեվ Ռուսաստան կա։ Ապրեք, որտեվ կա ռուսական բազա։ Դե գնացեք հիմա հասկացեք։ Դե ժողովրդին մի հատ բացատրեք։ Չէ, ես շատ բան բացատրեմ, չէ։ Ես ասում եմ, ես գոհ չեմ, գոհ եմ Ռուսաստանից, թողնենք մի կողմ։ Այդուհանդերձ նրա բազայի արկայությունը ինձ, որպես այս երկրի քաղաքացի, ապահովում է որոշակի երաշխիք է տալիս անվտանգության։ Սա հավասար չափով իդեպ վերաբերվում է նաև Ադրբեջանին, թեպետ Ադրբեջանը ոնց որ թե մի քիչ իրան ավելի կարող է թույլ տա, որովհետև խորությամբ չի հասկանում, թե իր գլխին ինչ փորձանքներ կարող է գալ։ Հասկանում եք։ Օրինակ հիմա շատ հաճախ ասում են, գիտեք, մենք խաղաղություն, որովհետև սահմանի վրա այս իշքան տարի է, 1 տարուց ավելի կրակոց չի եղել։ Բայրամովը անցյալ տարվա իր տարեվերջի մամուլի ասուլիսում մի շատ օրինակ բերեց։ Ասես 18 թե 15 թվականին լիֆտի մեջ, վերելակի մեջ պայմանավորությունը ձեռք բերվել Ալիևի Փաշինյանի միջև, որ 18-19 թվականներին դուք սահմանի վրա կրակոցներ մի արեք, որովհետեւ ես հնարավորություն ունեմ հաստատել։ Բայց այդ սահմանի վրա խաղաղությունը ինչով ավարտվեց 44-օրյա պատերազմով։ Այնպես որ այս փաստը օգտագործել, ես կրկնում եմ, Ալիևը չէր թաքցրել, Հական Ֆիդանը չէր թաքցրել, Մենք պաշտպան, մեր տեխնացուն Նիկոլն է։ Մեր Նիկոլ Փաշինյանն է մեր։ Ինչու՞։ Որովհետև առանց խնդիրների մենք հասնում ենք մեր նպատակներին։ Սա է հարցը։ Հիմա այդ դրա անունը ասում են խաղաղություն, ես ասում դա խաղաղություն չի։ Դա ուղղակի մուրասկանի վիճակի Դա պատերազմ է, դա Հայաստանի ոչնչացում է։ Դա հիբրիդային ամենալուրջ կարևորը հիբրիդային ազդեցությունն է։ Մակրոնը այստեղ հայտարարում է, թե ինքը աջակցում է Փաշինյանին, ընդ որում իրեն հարց են տալիս։ Իրենց լրագրողները ասում են, բայց դա չի նշանակում, արդյոք որ դուք միջամտում եք ներքին հարցերում, ասում են, ոչ, գիտեք, իշքան մենք այդպես չենք մտածում։ Դա կոչվում է հիբրիդային պատերազմ Եվրոպայի կողմից Հայաստանում, որ մղում են հայ ժողովրդի ընդդիմության դեմ, բայց ավելի կոնկրետ ընդդիմության դեմ, բայց իհարկե իրենք են շահարկում, որ եթե Ռուսաստանից մի հայտարարություն է հնչում, այդ եսի ինչ են, բայց իրականում Եվրոպան այստեղ մղում է հիբրիդային պատերազմ։ Ինչի մասին մենք չենք խոսում։ Մենք դե մի քիչ կաշկանդված ենք, չէ, Եվրոպայի հարցերում։ Եվրոպայի բանը այսպես չի կարելի։ Գիտեք, ես ասեմ, մարտիկներ ունենք, էլի այդ հարցերում։ Ես քիչ ձեզ որ դա հիբրիդային ազդեցություն է։ Դա ուղղակի միջամտություն է։ Նույնիսկ հիբրիդային խնդիրներ չկան։ Չեն թաքցնում, դե մարդիկ բարձ բացահայտ ասում են։ Վեսը չեկավ չասեցի, աջակցում են։ Թուրքիայից չասեցին, այստեղից չասեցին։ Հետևաբար տեսեք, ասում են, այստեղ դեռևս կա 4000 զինվոր, 1000 զինվոր սահմանափակ։ Ամենավտանգավոր բաները։ Հիմա տեսեք, հարց։ Մենք պետք է աշխատենք ամեն ինչ անենք, որ դու գալու ես 20000 զորքով։ Դու ես պաշտպանել։ Ոչ։ Մարդը ազնվորեն ասել է։ Հիշում եք։ Մենք այդ հնարավորություն ունեցել ենք, չէ՞, Կիլիկայում։ Չէ, վերջերս է Մակրոն ազնվորեն ասել է մենք ի վիճակի չենք, մեկը լինի Իրան այնտեղ պաշտպանի։ Մենք ի վիճակի չենք պաշտպանել։ Եվ այդ ամեն ինչը գիտեք ինչքանով է զզվելի նողկալի, որ ինքը շահարկում այսօր մի քանի անգամ ասել եմ, շատ լավ իմանալով հայ ժողովրդի ջերմ բարեկամաբար եւ նույն վերաբերմունքը Ֆրանսիայի եւ Ֆրանսիայի ժողովրդի նկատմամբ ինքը դա շահարկում է, շատ լավ հասկանում, բայց ինքը կատարում է սրիկայի դավաճանի եւ ինչ ասեմ, ցեղասպանական գործողության մասնակից է ինքը ըստ էության։ Այն երկրի նախագահն է, որ առաջիններից չճանաչեց ցեղասպանությունը, այն բացառիկ երկրներից է, որ եթե ժխտողականությունը դատապարտելի է Ֆրանսիայում,
այս երկրի նախագահն է, բայց դուք շատ ճիշտ բնորոշում տվեցիք։ Ես Այս մարդը, որ ասեցիք Մակրոնն է, բանն է փաստորեն։ Միակ ամենահակահայ նախագահն է, Ես հիշեք կարծում եմ այն։ Ֆրանսիայի հայությունը սա պետք է հաշվի առնի։ Ընտրություններում անպայման սա պետք է հաշվի Դե առնի։ օրինակ Ֆրանսիական Ռափկական Դաշնակցության անե բարեկամն է Մակրոնի, հիմա ինչ ասեմ, Դե հիմա Աննա ես մոռացա, Մարիամ, որ ինքն էլ հենց ասել էր, որ Մակրոնը իրեն էր ասել, որ Մուրադ Փափազյանը։ Այո, Մուրադ Փափազյանը իրեն համարում է Մակրոնի ընկեր, հայրենիքը կարծեմ անպայման եւ ոչ միայն եւ մյուսները պիտի շատ թողնենք դա իրանց, բայց եկեք մենք ինքներս մեզ համար արձանագրենք, Դե, մենք ժողովրդի պիտի հասնենք։ Հակահայկական էր։ Բացառապես գետնի վրա հայ ժողովրդին ոչինչ չեն տվել ու չեն էլ տալու։ Տվել Դրանց են, նպատակը նորից մեկն է։ մոլորեցրել են, նորից մոլորեցրել են հայ ժողովրդին, որ Ֆրանսիան կգա, հիմա գիտեք չէ, որ նախապատրաստում է 28-ին շքերթ անել, շքերթի ժամանակ ասելու է տեսեք թե Ֆրանսիան ինչպիսի զենքեր է մեզ նվիրել։ Ես ձեզ նոր քիչ առաջ դրա մասին եմ խոսում։ Ինձ զենքերի քանակությունը բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Ինձ հետաքրում է օրինակ մեր պետությունը պաշտպանական կոնցեպտ դոկտրին ունի, թե չէ, երբ որ մեր խորությունը ստրատեգիական մնացել է 30 կիլոմետր։ Պարոն Հարությունյան, ես վստահեցնում եմ, եթե անգամ ձեզ հետաքրքրի զենքեր, ամեն տեղ էլ դուք ինձանից շատ լավ եք հասկանում, հիասթափություն ենք ապրելու, որտեվ պարզ է, չէ, այդտեղ էլ չկա որևէ բան։ Սա աբսուրդ է, այն հերթական ստերն են, որ պիտի ներկայացնեն։ Շատ լավ, գանք ընտրություններին, չխոսեցիք։ Մի ֆրազ ասեմ ու ասեք, որտեղ մենք արդեն 40 րոպե եթերում ենք, խնդրեմ։ Հա Ես երբեմն խնդրեմ ունեմ, գիտեք, հակյուս չեմ կարողանում մտքերը շարադրել, դու զգացի ձեզ։ Նայեք, ես խորապես համոզված եմ, որ ով էլ լինի վաղը միսօրը լինի իշխանություն, ես համոզված եմ, որ նախ Փաշինյան չի լինել։ Ես չեմ էլ կասկածում։ Ինչու՞։ Որովհետև չէ, այսքանը ասելուց հետո։ Դե գիտեք, ես 21-ից հետո արդեն ես ամեն ինչ սպասում եմ մեր ժողովրդից ճիշտն ասած։ Եթե 21-ից հետո, որովհետև ամենասարսափելի բանն եմ ինձ համար բացահայտել, 21-ին գնալ եւ Նիկոլին ընտրել նշանակում դե մնացած բաների մասին չեմ ասում, հայրի կորտել։ Այսինքն անկարեկից անսրտակից ժողովուրդ է մեր ժողովրդի մեծ հատվածը, որովհետև եթե ուրիշը կորցրել է որդի, ուրիշը կորցրել է տուն, դու դա քո հայրենակիցը եւ դու չես ընկալում որ դա քո ցավն է, ուրեմն դու ավարտված տականք ես, սրիկա ես։ Եկեք, ես օրինակ ձեռնպահ կմնայի գոնե այս փուլում նման բանաձևումներից, ասեի հետեւյալը։ Սրտակցություն ունեցող մարդը։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հիմա պետք է մտածի իր մասին, իր երեխայի ապագայի մասին։ Պետք չի ինձ մասին մտածել, ձեր մասին, թող ինքը ամեն մեկը մտածի իր երեխայի ապագայի մասին։ Արդյոք ինքը կուզենա երեխան ապրի։ Դե ուրիշը կանի իր փոխարեն, կմտածի, դե դու ուրիշը գնա ընտրության, դե հիմա ինչ մտածեմ։ Հիմա ես եւ դուք այստեղ նստած խոսում ենք նրա մասին, որ եթե դուք այս խոսքը գնում է ընտրողներին, ընտրազանգվածին, ընտրության օրը հունիսի 7-ին։ Ալարեք, կրկնեք կոպիտ եմ ասում, ձեր յետույքը, ձեր աթոռից կամ բազմոցից կտրել ու գնալ, ուրեմն իմացեք տանուր եք տալի երկիրը։ Ձեր տունը, ձեր գույքը, ձեր տունը, ձեր երեխայի ապագան։ Անդադ ասեք ձեր տունը, ձեր տունը, ձեր բազմոցը կկորցնեք։ Ես սա չափազանցված չեմ ասում։ Ձեր աթոռը տան։ Ես չափազանցված չեմ ասում սա։ Ես ասում եմ սրտի ցավով։ Ես կուզենայի, որպեսզի իրավիճակի մեջ կանգնած չլինենք, հայտնված չլինենք, բայց այս իրավիճակի ճարտարապետը հեղինակը գործող իշխանությունն է։ Մենք սա պետք է արձանագրենք։ Հարց. ուզում եք այս իրավիճակը շարունակվի։ Խնդիրը սրանում է։ Եթե չեք ուզում, ապա ձեր ընտրությունը ձերն է։ Խնդրեմ ընդդիմադիր ցանկացած ուժ։ Իդեպ ես մի բան պետք է ասեմ։ Ճիշտն ասած, ինձ թվում էր, ես մտածում էի, կարծում էի, միամտորեն իդեպ, որ այս ընտրություններում հաշվի առնելով այդ ընտրությունների աշխարհաքաղաքական մեր համար երկարաժամկետ կտրվածքում այս ընտրությունների բախտորոշիչ նշանակությունն ու կարևորությունը շատ ու շատ քաղաքական ուժեր ձեռնպահ կմնային առաջադրվելուց։ Ես այդպես էի մտածում։ Տեսակ ասում եմ, միգուցե միամտորեն, բայց ես այդպես էի մտածում։ Իմ պատկերացմամբ առաջադրվելու, չասեմ իրավունք, մի 3-4 ուժ եք, չէ՞ մտածում։ Ոչ թե իրավունք, այլ բոլորն էլ այդ իրավունք ունեն, բայց արդարացված
վարկագծի տեսանկյունից, քաղաքական վարկագծի տեսանկյունից ես օրինակ մի քանի կուսակցություն եմ տեսնում։ Այսինքն այն կուսակցությունները, որոնք ունեն իրականում լուրջ քաղաքական պոտենցիալ։ Հասկանում եք։ Օրինակ նույն Հայաստան դաշինքը, նույն Սամվել Կարապետյանը, նույն Բարգավաճ Հայաստանը բավական հետաքրքիր թիմ է ձևավորել հիմա։ Նույն ասենք թե Թաթոյանը, ՀԱԿ-ը Դե քաղաքական միավոր է։ բավականին լուրջ հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինալ Եվ վերջ, պատկերացումներով մնացած ինչի համար։ եւ ինչու են մնացած առաջադրվել։ Ինձ համար հասկանալի չի։ Ինչու հասկանալ է, բարձ չի։ Թաթոյանը իդեպ ինչու մնացածը, ինչու են առաջադրվել։ Ինձ համար հասկանալի չի։ Ձայները փոշիացնելու խնդիր կա։ Սա այն դեպքը չի, չէ, որ մի քիչ գնանք, մի քիչ քաղաքականությամբ զբաղվենք։ 1-2 ունենանք падգամավոր խորհրդարանում։ Ինչ որ բան թռցնելու Սա դրա ժամանակը չի, չէ։ Բայց այդ մարդիկ, որ դրել են այդ գիտակցումը չունեն, կամ այդ մարդիկ շահով են, երկու բան կա, կամ այդ գիտակցումը չունեն, կամ շահով են առաջադրում։ Եթե շահով են առաջադրում, դա նշանակում է, որ շահագրգռել են, իսկ ով կարող է շահագրգռել, որ ձայները փոշյանան եւ այդ գիտակցումը չունեն, Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, եթե առաջադրվել է շահագրգռվածություն ունեն, Նիկոլ Փաշինյանի կողմից, այսինքն Նիկոլի տեխնացուներն են, པարզ չի։ Ես ավելի հնարավորինս པարզ հայերենով բացատրեցի։ Շատ բարձ բացատրեցիք, ընդհանուր ես ընդհանրապես մի բան կարող եմ ասել։ Բանաձև հետևյալ կերպ։ Գիտակցում են, չեն գիտակցում, արդեն երկրորդական է։ Փաստումն է փաստ, որ դուք դրանով նպաստում եք ընդդիմադիր հատվածի, ընդդիմա հանրության ընդդիմադիր հատվածի ձայների փոշիացմանը։ Սա է։ Դրա հետևանքները բոլորի համար էլ հասկանալի է։ Դրա համար ես օրինակ կոչ կանեի բոլոր քաղաքական մնացած ուժերին օգտվելով առիթից եւ օրենքն այդ հնարավորությունը տալիս է ինքնաբացարկ հայտնել։ Դա բան չի։ Դե չեն կարող։ Հիմա ասենք դեմեմը པարզ չի, որ դրել է, որ Նիկոլի օգտին ինչա նշանակում։ Ես ոչ մեկին չէ, ես ում ճանաչվի ասեցի։ Ես ընդորում, տեսեք, ես ասում եմ նաև տվեցի կուսակցությունների անուններ, որոնց հետ ասենք հիմա Վաղարշակ ինչան է այդ Հարությունյան դրել է ինչա մտածում։ Երկիր հող ծախող ինչ որ մեկը։ Ճիշտ է, եկել էր այդտեղ որ հող ծախեց, մտել է ինչ որ մի կրճոն փոկելու համար կամ Նիկոլի բարձ է, չէ։ Ես գտնում եմ բոլոր նրան այն քաղաքական ուժերը, որոնք անցած ուղի չունեն, որոնք ոնց որ ասում են քաղաքական լուրջ պոտենցիալ, ճանաչելի պոտենցիալ հանրության կողմից ճանաչելի պոտենցիալ չունեն, նրանք լավագույն առիթ ունեն, հնարավորություն ունեն հրաժարական տալ։ Եթե նրանք շարունակում են մնալ ընտրապայքարում, ըստիս նրանք շահագրգռ դեմ։ Այո, ընդդիմության դեմ Նիկոլի համար պիտի մեր հետևորդները հետևություն անեն։ Ոչ մի անուն չեմ տալիս։ Այսինքն ես տվեցի այն կուսակցությունների անունները, քաղաքական ուժերները, որոնց հանդեպ անկախ մնաց իմ համակրանքից կամ ոչ, նրանց մեջ ես տեսնում քաղաքական պոտենցիալ։ Շատ լավ։ Ինչու պետք է գնալ մասնակցել այս ընտրություններին եւ ինչու պիտի այդ երեք ուժերից ընդդիմադիր ուժերին ձայն տալ։ Խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Բարգավաճի մասն է։ Խնդրեմ, ինչու պիտի ձայն տալ։ Ըստ էության մենք մի ժամա դրա մասին ենք խոսում։ Այդ կերպ մենք ըստ էության նպաստում ենք քաղաքական այնպիսի փոփոխություն, որոնց շատ էական մի հանգամանք գոյություն ունի, Անժելա։ Շատ էական է մասնակցության աշխարհը։ Այո։ Այսինքն եթե մեծ մասնակցությամբ, այսինքն բավականին ազդեցիկ մասնակցությամբ տեղի ունեն իշխանափոխություն, ապա արտաքին բոլոր խաղացողները այդ հանգամանքից չեն կարող հաշվի չնստել։ Սա շատ էական է։ Շատ կարևոր է։ Ապագա իշխանությունների համար մասնակցություն, այսինքն լեգալության աստիճանը, օրինականության աստիճանը շատ էական նշանակություն ունի։ Մեր քաղաքացին պետք է հասկանա, եթե դու իրոք մտահոգ ես քո երկրի ապագայով, ապա մասնակցիր քո ընտրությունը կատարի, որովհետեւ ապագա իշխանապողության արդյունքում ապագա իշխանությունները միջազգային հարթակների կողմից ճանաչելի լինեն որպես լեգալ, լուրջ լեգալ պաշար ունեցող Իդեպ Զատուլին է քիչ առաջ խոսել, որ վստահություն է հայտնել այս ուժը եթե հաղթի Նիկոլի մասին է վստահ է որ Ռուսաստանի Դաշնությունը լեգիտիմությունը չի ճանաչի։ Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ մի նյուանսի, եթե կարելի ասել, մասին խոսել։ Խոսքը ուզում եմ մեկնաբանել թեպետ հրապարակավարել եմ, բայց մեկ անգամով ձեր եթերը, որտեղ ձեր լսարանը առանձնահատուկ է։ Ապրիլի 1-ի հանդիպումը։ Խոսքը գնում է Պուտին, Նիկոլ Փաշինյան այդ երկխոսության բաց երկխոսության մասին։
Տեսեք, ինձ մոտ գիտեք ինչ տպավորություն։ Բոլորն են, չէ՞, փաստում, որ առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահը, կարծեք թե այդ քաղաքավարական, դիվանագիտականից մի փոքր դուրս նորմերից դուրս էր, այո։ Ինձ մոտ գիտեք ինչ տպավորություններ։ Ինձ մոտ այն տպավորություններ, որ Պուտինը որոշել է առաջնորդվել այն նույն սկզբունքներով, ինչ սկզբունքներով առաջնորդվում է Տրամփը։ Տրամփը ինչ է ասում։ Տրամփը միջպետական հարաբերությունները դիտում է որպես գործարք։ Բացարձակապես գործարք։ Ձեզ պետք է ինձ այդ հարաբերությունները։ Եթե ձեզ պետք է ձեռնտու, ապա բարի եղեք։ Սա չի Տրամփի բանաձևը։ Համաձայն եք թե ոչ։ Ըստ էության Ռուսաստանի նախագահը դրա մասն էր խոսում։ Ասում էր, լսեք, դուք օգտվում եք Եվրասիական տնտեսական միության հնարավորություններից, էժան գազ, բան եւ այլն։ Օգտվում եք, չէ՞։ Հիմա բարի եղեք, այսինքն մենք Ռուսաստանը մասնավորապես նպաստում է ձեր հանրապետության բնականon կենսագործունեությանը։ Այո, հետեւաբար բարի եղեք, հետևել այն մի հակադրվեք այն շահերին, որոնք մեզ համար կարևոր են։ Սա էր Պուտինը ասում։ Եվ համաձայն եք, եթե Տրամփը իրավունք ունի այդպիսի բաներ պահանջներ դնել բոլորի նկատմամբ անվերապահ, նույնիսկ Եվրոմիության չէ, գործընկերների ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Եվրոպայի գործընկերների, ել չեմ ասում հարևան երկրների, բոլորի Չինաստանի նման գերտերության։ Այդպիսի տրամաբանությամբ կարող է առաջնորդվել նաև Պուտինը մեր հանդեպ։ Այսինքն բարձ բան ասում։ Լսեք, ես օգնում եմ ձեր տնտեսության բնականon կենսագործունեություն ապահովելու։ Դու կախված ես ինձանից։ Թողնենք մոռանանք կախվածը, որովհետև դա կարող է իրենել է ձեռնտու։ Թողնենք մի կողմեկի։ Դրա համար ես ասում եմ, եկեք կախվածություն բառը թողնենք։ Ես ձեզ օգնում եմ, նպաստում եմ։ Բարի եղեք այդ դեպքում դուք էլ իմ հետաքրքրությունների հետ հաշվի նստել։ Սա է հարցը։ Արդյոք սա արտարոց հարցադրում է։ Ոչ։ Հիմա այդ կոնտեքստում Զելենսկու Հայաստան գալը ինչ տվեց մեզ։ Ինչ, օրինակ այդ ցանկացած փողոցում գնացող հային հարցրեք։ Ինչ է տվել Զելենսկու ստեղ գալը։ 0։ Ոչինչ։ Բայց պրոբլեմ ստեղծել է։ Լիքը պրոբլեմներով հարցեր է։ Դեսպանին են կանչել բան, բայ իհարկե։ Ոնց ասում են հարթ բանի վրա։ Ինչու։ Հետաբար ես նորից եմ կրկնում։ Մենք պետք է շատ բարձ գիտակցենք այսօր աշխարհաքաղաքականության գլոբալ հիմքում Տրամփի շնորհիվ որակապես նոր մոտեցումներ են դրվել արդեն։ Միջպետական Տրամփը Իրանի հետ հարաբերությունները զելկա, գործարք։ Ես սա կտամ, դիմացը սա պիտի ստանամ։ Ես սա կտամ, դիմացը սա պիտի ստանամ։ Նույն ասում ենք Եվրոմիության անդամներին, չէ՞, պետությունների։ Մենակ է չի ասում, որտեղ որ ինքը ի վիճակի է լինում, առևանգում է նախագահին տանում է իրան կողմ պահում, ասում է սա էլ կանեմ։ Ամենակարևորը չէ, ամենակարևորը կա իր մոտեցումը։ Ուժն է ծնում իրավունքը։ Ես ուժեղ եմ, հետաբար իրավունք ունեմ պահանջելու։ Առավել եւս, որ ես նպաստում եմ քո կենսական կարևորության խնդիրների լուծմանը։ Հիմա Պուտինը դա էր ասում։ Արդյոք ավելի կոնկրետ բան պետք է ասվի։ Արդյոք մենք չպետք է գիտակցենք դրա անհրաժեշտությունը, դրա կարևորությունը, հանգամանքի կարևորությունը։ Կրկնում եմ, օրինակ, Եվրոմիության այդ բոլոր գալը տեղեկացների ինչ է տվել մեզ։ Բացի խնդրից։ Զելենսկու գալը մեզ այն ձեր հարևան փողոցով քայլող քաղաքացուն ինչ է տվել։ Ոչինչ, բայց խնդրեմ ստեղծել է, որ հետո մենք կզգանք, արդեն մենք զգում ենք։ Այնա մեր դեսպանին կանչել են, չէ՞, Միացյալ Նահանգներում։ Ջերմուկը դուրս հանեցին, դեղ ուրիշ բաների մասին, թիթեռներ են։ Это цветочки, ягодки потом будут։ Հիմա ինչ է անում Տրամփը, երբ որ իր այդ համաձայնության չեն գալիս, մաքսատուրքերը բարձրացնում է, չէ՞, հասցնում է 100, 200, 500%։ Հիմա Ռուսաստանը ասում, լսեք, բարեկամս, ես ուրիշ բան չեմ ասում։ Ես ասում եմ, ձեզ իմ այդ համագործակցությունը նպաստավոր է։ Ես օգնում եմ իմ հնարավորություններով ու կարողություններով ձեր բնականon կենսագործունեությանը։ Բարի եղեք հաշվի նստել նաև իմ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական հետաքրքրություններով։ Շատ բարձ հարցադրում է, չէ՞։ Շատ լավ։ Սրա մասին է խոսքը գնում։ Մենք սա պետք է անենք, մենք սա պետք է գիտակցենք։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս ձեր եթերում ասել, նույն Հայաստանին հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը կարելի է քննադատաբար վերլուծել շատ հարցերում։ Ես դրա կողմնակիցն եմ եղել, բայց այս ստեղծված իրավիճակում մենք պետք է հաշվի առնենք, որ իդեպ արդյոք մենք չենք ունեցել այդպիսի համագործակցության մոդել։ Ունեցել եւ իհարկե, դա այս Եվրո 16 թվականի, 14 թվականի մայիսի 5-ին բանում Ռիգայում
Արևելյան գործընկերության համագործակցության գագաթնաժողովում մեր ընդունած որոշումն էր։ Մենք ստորագրեցինք այդ փաստաթուղթը։ Իմիջիայլոց Եվրոպան այդպես խոսում է իբրև թե հիմա նոր եկել է բան, բայց տեսեք տնտեսական ինչ փայլուն հարաբերություններ ներդրում ա եղել երկրորդ նախագահի ժամանակ, ինչ հարաբերություններ եւ ինչ փաստաթղթեր են ստորագրվել երրորդ նախագահի ժամանակ։ Հիմա տնտեսական առումով ամենախայտառակ վատ շրջանն է։ Ավելի շատ կախվածություն Ռուսաստանի Դաշնությունից, այդ որ իրենք խոսում են ինքնիշխան, չգիտեմ ինչ։ Ռուսի սապո։ Ես նորից եմ կրկնում 19 թվականին հրճակվեց մի թիվ 2 միլիարդ 600 միլիոն եվրո Ռուսաստանը, Եվրոմիությունը պատրաստական էր հատկացնել Հայաստանին, ընդ որում խոսքը գնում էր 600 միլիոն եվրոն օգտագործվել է հարավային հատվածում հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերակառուցման համար։ Այսօր 0 ոչինչ չի հատկացվել։ Հիմա որտեղ երաշխիք, որ այսուհետ այս խոստումներից հետո կհատկացնեն։ Ոչ մի բան չեն անելու։ Մեկն էլ եվրոպացիներին օգնի։ Այսօրվա դրությամբ եվրոպացիները իրենք են հայտնվել բավականին ֆինանսական ծանր, քանի որ իրանց առջև խնդիր է դրված սեփական անվտանգային ռազմական կարողությունները առումով ավտոնոմ ուժային բևեռ դառնալու։ Ոչ միայն բազմաթիվ խնդիրներ սկսած Իրանի պատերազմ, սանկցիաներ Ռուսաստանի դեմ, թանկ էլեկտրաէներգիայի գրելը Միացյալ Նահանգներից, նրան որ իրենք եվրոպացիները այսօր կանգնել են բավականին բարդ տնտեսական լուծումներ։ Հետո որ այդ բոլոր հայտարարությունները մենք էս կանենք, մենք էս ներդրումներ կբերենք եւ այլն, это бабушка надвое сказала. Это не в пользу бедных, это в пользу бедных։ Իմ հյուրն էր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Հույս ունեմ, մինչև ընտրություններ մենք նորից կհանդիպենք։ Հուսանք։